տաղավարում հյուրընկալել ենք Արեն Հաբիկյանին, նա բիզնես խորհրդատու է, բարի երեկո, շնորհակալ ենք հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Եվ նախ ուզում եմ հարցնել ամենապարզ, ամենայն դեպս հարցը տամ, կառավարությունը բարձրացնում է ակցիզային հարկերը, 27 թվականից բենզինը, ալկոհոլային խմիչքները եւ ծխախոտը կթանկանան։ Սա տեղի է ունենում ընտրություններից անմիջապես հետո եւ ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մենք ունենք լուրջ խնդիր բյուջեի լցնելու հետ, այսինքն այն բոլոր ծախսերը, որ կառավարությունը այն շռայլորեն ընտրություններից առաջ արեց, այստեղ այնտեղ բոլորին փող բաժանելով եւ պարգևավճարներ, թոշակների բարձրացումներ, չգիտեմ, բազմաթիվ այլ ծախսեր, նաեւ ընտրարշավի ընթացքում կատարած, հիմա անհրաժեշտություն է լինելու ինչ որ տեղից այդ փողը վերադարձնել, չէ՞։ Իսկ քանի որ մենք մեր տնտեսությունը այդպիսի տեմպերով չի աճում, որ հնարավոր լինի դրա հաշվին կամ հարկային ուրեմն ուրիշ եկամուտների հաշվին բյուջեն լցնել, պետք է սկսենք քերել ամեն տեղից, որտեղից կարողանում են։ Եվ ակցիզը դրա ամենահեշտ լուծումն է, այսինքն ոչ մի բան պետք չի անել, ուղղակի ակցիզը բարձրացնում ես, հատկապես այն ապրանքատեսակների վրա, որոնք առաջին անհրաժեշտության չեն, հա, այսինքն հացի վրա ակցիզ բարձրացնելը կամ հարկ բարձրացնելը մի քիչ խնդրահարույց է, բայց ծխախոտի կամ ալկոհոլային խմիչքների վրա ակցիզ բարձրացնելը միշտ կարելի է հիմնավորել օրինակ առողջ ապրելակերպի խթանման բանով, չէ, պատրվակով։ Ադրբեջանից բենզին էին ներկրում եւ հայտարարություններ եղան, տեսեք, էժանացավ բենզինը, չնայած հետո հետ եկավ միջև էժան բենզինը, ես հիշում եմ, որովհետեւ ես էլ եմ տեսել այդ 2 օր այդ էժան բենզինը բենզալցակայաններում եւ հետո վերջացավ։ Հիմա թանկացնում է, սա նորմալ տնտեսական քաղաքականություն է։ Դե նայած ինչի պատճառով է թանկանում, եթե բենզինը թանկանում է համաշխարհային շուկայի նավթի շուկայում գների բարձրացմամբ, դա նորմալ է, Հիմա փաստացի ակցիզային հարկի պատճառով։ Եթե ակցիզային է, դա արդեն երկրի քաղաքականության հետ է կապված, այսինքն, բայց այս իրավիճակում, երբ որ ամբողջ աշխարհում է նավթի գինը բարձրանում, ու արդեն բավականին թանկ է մեր մոտ բենզինի գինը, եթե նայել, օրինակ Ռուսաստանի հետ համեմատած 2 անգամ ավելի թանկ է մեր մոտ բենզինը։ Նենց որ բոլոր ակցիզներով էլ ավելի են թանկացնելու, այսինքն մեր սպառողների վրա, մեր քաղաքացիների վրա այդ բենզինը դառնալու է արդեն բավական մեծ ծախսի մաս իրենց ծախսերի մեջ։ Կարելի է հասկանալ, որ իրենք թանկացնում են այն ապրանքները, որոնք ուզած մեկը առնելու է։ Այսինքն ծխախոտն մարդը չգիտեմ, եթե 800 դրամ ծխախոտ առնեմ, գնալու է 1000-ով էլ ծխելու։ Ну, կա այդպիսի բան։ Սա շանտաժ չի ազգաբնակչության, այսպես ասած։ Դե նայած ոնց նայ։ Ու շատ քիչ մարդ կա այն անեկդոտի նման, որ ասում է մեկը 1000 դրամ է լցնելու։ Հա, մեկը 1000 դրամ են լցնելու, դե նայեք, էլի եմ ասում, եթե խոսքը գնար հացի մասին, որ բոլորն են օգտագործում 100%-ը բնակչության, հա։ Դա սոցիալական բողոք կբարձրացնի։ Սա սոցիալական բողոք կբարձրացնի։ Հիմա իրանք վերցրել են ընտրել են այնպիսի ուրեմն ապրանքներ, ապրանքատեսակներ, որոնք այո լայն սպառում ունեն, լայն տարածում ունեն, բայց համատարած չեն, 100% բնակչությունը չի քշում մեքենա, 100% բնակչությունը չի ծխում եւ 100% բնակչությունը չի ալկոհոլային խմիչքներ օգտագործում, հա։ Բայց իհարկե դա հարված կհասնի այն մարդկանց, ով այդ ամեն ինչը անում է, հա, համ ծխում, համ խմում, համ ավտոմեքենա ունի, եւ իհարկե դա դժգոհություն կառաջացնի, բայց ես ասում եմ, մեր կառավարությունը այսօր ինքն իրեն տարել է այնպիսի իրավիճակի մեջ է դրել, որ պարտավորությունները բյուջետային գնալով աճում են, իրանք են աճացնում, հա, ինչը եւ լավ է եւ վատ, այսինքն մի կողմից սոցիալական, եթե դա գնում է սոցիալական կարիքների բնակչության, դա պետության պարտավորությունն է, չի կարա չանի, հա, թոշակները չի կարա չբարձրացնի ինդեքսավորի, օրինակ ինֆլյացիայի հետ, կամ եթե խոսքը գնում է բուժ օգնության մասին, հա, այսինքն առողջապահության մասին կամ կրթության մասին, դա պետության պարտավորություն է, ինքը պետք է այդ ծախսերը անի, ինքը չի կարա չանի, հատկապես որ այդքան խոստումներ է տրված եւ այդքան արդեն իսկ գործողությունները արած, օրինակ նույն ապահովագրությունը բժշկական, հա, համընդհանուր, բայց բյուջեում այդքան փող չկա, այսինքն բյուջեն այդքան փող չի մեր ստանում, ինչքան մենք այսօր հիմնադրամը սպառվել է առողջապահական։ Ես մի հատ գլոբալ հարց եմ ուզում տամ, օրինակ, տեսեք, ինքը ինչ որ պարտավորությունների տակ է մտել, հա, եւ հիմա պետք է այդ վճարը այս պարտավորվածությունների։ Մոտավորապես կարող եք ասել ինչ է սպասում Հայաստանին, եթե օրինակ
Ռուսաստանը, իսկ Ռուսաստանը ոնց որ թե շարունակում է եւ Պուտինի հետ լեզու չի գտել, Գեորգ Պապոյանը հարցերը չի լուծել ռուս գոլեգանել 3 ամսվա կտրվածքով։ Ես ինչի համար եմ ասում, տեսեք, իմ մոտ ժամանակին խոսակցներ եղել ընդդիմության առաջնորդներից մեկի հետ 21 թվականին ինքը ասաց, հեսա ձմեռը գազը թանկանում է, սպառումը շատանում է, ժողովուրդը փող չի ունենա, գիտեմ դուրս կգան փողոց։ Ես ասացի, որ փողոց չեն դուրս գա, որովհետեւ Նիկոլը վարկա վերցնելու է, ծակուցուկերը փակելու է։ Հիմա այստեղ կա մոտեցում, որ Հայաստանը երկար չի դիմանա այս հայ-ռուսական պրոբլեմատիկ հարաբերություններին, բայց կարողանա արդյոք Նիկոլ Փաշինյանը անսպառ վարկեր վերցնի եւ այդ իր սոցիալական հարցերը լուծել, ինչպես ենթադրենք Զելենսկին անում, թե այն ինչ որ տրվում է Զելենսկին, տրվում է միայն Զելենսկուն։ Ես չգիտեմ, մեզ կտան թե չեն տա այդքան վարկ, ճիշտ ասած, բայց տրամաբանությունը հուշում է, որ չեն տա, որովհետեւ վերջը վարկերը հիմա Ուկրաինային տալիս են պարզ ասենք մի պատճառով, որ ինքը շարունակի պատերազմել Ռուսաստանի դեմ։ Այլ որևէ պարագայում անսահման վարկեր Ուկրաինային չէին տրամադրի եւ միջոցներ։ Ռուսաստանի դեմ պատերազմում է Ուկրաինան, դրա համար իրան անսահման գումարներ են տալի, որտեղ Եվրոպան շահագրգռված է, որ այդ պատերազմը ինչքան հնարավոր է երկար շարունակվի։ Հայաստանի պարագայում այդպիսի բան հուսով եմ տեղի չի ունենա, որ մենք պատերազմենք Ռուսաստանի հետ, որ այդ պատրվակի տակ մեզ անսահման միջոցներ տան։ Երկրորդը Եվրոպան ինքը ունի շատ լուրջ խնդիրներ, տնտեսա-սոցիալական, այսօր լրջագույն խնդիրների դեմ կանգնած Եվրոպան, եւ Եվրոպայում էլ աճում ահավոր ուրեմն դժգոհությունը ժողովրդի այդ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով ու այդ իրավիճակում դեռ ուրեմն Եվրոպան փոխանակի իր սեփական բնակչությանը փորձի ինչ որ ձևով աջակցի, շարունակում է տասնյակ միլիարդավոր եվրոներ տրամադրել Ուկրաինային։ Երկրորդը մեր իրավիճակում Եվրոպան եթե մեզ նույնիսկ գումարներ տրամադրի, դա լինելու է վարկ։ Վարկերը ունեն իր տրամաբանությունը, վարկերը նախ պետք է վերադարձնել, եւ պիտի կարողանաս վերադարձնել, այսինքն ամեն տված վարկը ինքը քո վիճակը բարդացնում է, այսինքն ինչքան շատ ես դու վարկ վերցնում, այդքան հավանականությունը, որ դու կարողանաս վերադարձնես այդ վարկերը քչանում է, ճիշտ է։ Ու բոլոր տնտեսագետները դա հասկանում են եւ Եվրոպան էլ է դա հասկանում, որ չի կարա մշտապես մեզ ապահովել։ Եթե ուզում գնամ վարկ վերցնեմ, ես ինչ որ բան պետք է զալոգ դնեմ, ասացել է Հայաստանը ինչն է զալոգ դնում։ Մեր ինքնիշխանությունը։ Շատ ուղիղ Նման հարաբերություններում զալոգ է դրվում, գրավ է դրվում ինքնիշխանություն է երկրի։ Մենք ինչ որ բան գալու է, չգիտեմ, հիմա Որացել եմ թվերը, ընդհանրեն դիցուկ 10 միլիարդ վարկ ունենք, արտաքին ունենանք 20 միլիարդ, ու չեն կարողանա ընդհանրենք վարկը սպասարկել։ Բանկրոտ չեն կարող մեզ հայտարարել, ես համարյա պետություն բանկրոտ չեմ տեսել, ինչ են դրա տեղ ուզելու, էլի, այսինքն բնակչությանը պետք է բացատրենք, որ այս բաները, որ ինքը անում, աստեղից կպցրեց, դրա փոխարեն ինչ որ բան պետք է տա։ Արցախը տվել են, տրիպը տվել է։ Նույնիսկ կարող է շատ ավելի բան Հայաստանի համար շահեր, բայց դա էլ չի արել։ Ինչ համանացել։ Վերաֆինանսավորելու ենք մշտապես, փորձելու ենք այստեղից վերցնենք, այստեղ փակենք, հա, այսինքն այստեղից վարկը վերցնենք, այստեղ կվճարենք, ինչ որ ժամանակ տենց մենք կձգենք, մինչև չհայտնվենք, իսկ նա չի որ երկրները բանկրոտ չեն դառնում, բազմաթիվ երկրներ են բանկրոտ դառնում։ Դա շատ վտանգավոր է, որովհետև փաստացի այդ պահից դու որպես պետություն ընդհանրապես ինքնիշխանությունը կորցնում ես, որովհետև կան բազմաթիվ օրինակներ պատմության մեջ, որ պետությունները փաստացի կարելի ասել զիջել են հենց ինքնիշխանությունը, հենց այն պատճառով, որ պարտքեր չեն կարողացել վերադարձնել, հա։ Եվ այնտեղ արդեն սկսվում է այդ միջազգային ֆոնդերի, այդ միջազգային համաշխարհային բանկի միջազգային ֆոնդերի եւ այլն դիկտատը այ երկրում, Թուրքիայի հետ սահմանը կբացվի, կկարողանանք շատ փող աշխատել, Ադրբեջանի հետ նաեւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային փոխադրումներ փող կաշխատենք, Թրիպով փող կաշխատենք, գազ կստանանք, այսինքն փող աշխատելու ձևերի մասին է նաև կառավարությունը խոսում, որքանով են սրանք արժանահավատ եւ որքանով կարող են գործածելի լինել մեզ համար, փրկել մեզ այդ բանկրոտից, ինչպես դուք եք ասում։ Նայեք, միջև բանկրոտ դառնալ դեռ բավական հեռու է։ Եկեք ապոկալիպտիկ սցենարներ չնկարենք, որովհետեւ այսօր Հայաստանի հնարան մոտավորապես 30 միլիարդ դոլար տարեկան, մեր պարտքերը կազմում են 12 միլիարդի մոտավորապես չափ, դա անտանելի չի այս պահին։
Բայց միաժամանակ դրա հետ բարձր որ ամեն անգամ եթե մենք փորձենք մեր բոլոր ծակերը փակենք ուղակի վարկեր վերցնելով, բնական այդ բեռը շատանալու է։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատ թարացումը կրկին շատ ուժեղ հարվածելու տնտեսությունը, այսինքն եկամուտների բյուջեի այնտեղ էլ նվազելու, հա, որովհետև եթե մեր արտաքին առևտուրը քչացավ Ռուսաստանի հետ, եթե գազի գինը բարձրացեց Ռուսաստանը, որը ճնշում է գործադրելու եւ բյուջեի վրա, եւ ընդհանրապես տնտեսության վրա, գնալով իրավիճակը վատանալու։ Թուրքիայի հետ սահմանի բացումը իմ խորին համոզմամբ ամենամեծ հարվածը հասցնելու է հենց մեր տնտեսության առաջին հերթին, որովհետեւ մենք հայտնվելու ենք մի իրավիճակում, երբ որ Թուրքիան մեզանից լինելով տասնյակ անգամ ավելի տնտեսապես հզոր երկիր եւ մեզանից շատ ավելի մեծ քանակի եւ շատ ավելի լավ որակի արտադրանք ունենալով ամեն տեսակի արտադրանք, հա, ինքը ուղղակի ողողելու է մեր շուկան այդ արտադրանքով եւ առաջին հերթին տուժելու է մեր արտադրողը, որը չի կարողանա մրցակցի թուրքական ապրանքների հետ։ Եվ մեծ միամտություն է մտածել, որ օրինակ մենք կարանք ինչ-որ բան Թուրքիա արտահանենք։ Մենք ոչինչ չենք արտադրում, ինչը հնարավոր է արտահանել Թուրքիա, կամ ինչը Թուրքիան մեզանից ավելի շատ, ավելի էժան եւ ավելի որակով չի արտադրում այսօր։ Նույնիսկ մեր փակ սահմանների պարագայում դուք տեսնում եք, թե ինչքան թուրքական ապրանք է մտնում Հայաստան, ու որը մեկը ավելի էժան է որոշ դեպքերում, քան հայկական։ Այդ փակ սահմանների պարագայում, իսկ բաց սահմանների պարագայում այդ ապրանքը տասնյակ անգամ կշատանա եւ անգամներով կեժանանա։ Այնպես որ առաջին հերթին պետք է մտածել, թե ինչպես ես դու պաշտպանում քո արտադրողին։ Իսկ թրիփը մենք եկամուտ կունենանք, չէ՞ որ միլիարդավոր։ Դե թրիփից մենք հələ դեռ պարզ չի ինչ կունենանք, առաջին հերթին ընդհանրապես պարզ չէ թրիփը կլինի թե չի լինի, որովհետև բացի տնտեսականից կա նաև աշխարհաքաղաքական ուրեմն խնդիր թրիփի հետ եւ նույնիսկ եթե թրիփը իրագործվի, խոսքը գնում է ես վստահ եմ տարիների մասին, ոչ թե ասենք վաղը չբացվեց թրիփը, էլի, եթե նույնիսկ այսօր սկսեն թրիփը իրագործել, դա մի քանի տարի տևելու է այդ process-ը։ Թե դու այդ մի քանի տարին ոնց ես վերապրելու, դա երկրորդ հարցն է, որպես պետություն ու դու կունենաս այն հնարավոր քո եկամուտները, որպեսզի կոմպենսացնես քո կորուստները, թե չէ։ Թրիփից ինչա Հայաստանը ստանալը դեռ պարզ չի ընդհանրապես։ Պարոն Ապկեն, ես հայ գյուղացի եմ, հա, ծաղիկ եմ աճացնում, ծաղիկը սովարկել եմ Ռուսաստան, Լավսից հետ է եկել, գալիս է Գևորգ Պապյանը, ասում ենք ծաղիկի հարցը լուծել ենք, Լատվիա ենք ուղարկում, Հոլանդիայի բուրսա ենք ուղարկում, չգիտեմ, Թուրքիա ենք ուղարկում, սացինները բերում ենք, տարբեր տեղեր ենք ցրում, որտեղ են իսկ գցում։ Նախսենք նրանց, իսկ մինչև Գևորգ Պապոյանը հայ գյուղացին Լատվիայի տեղը չգիտեր, ձեզ թվում է, կամ Եվրոպայի տեղը չգիտեին, այդ ծաղիկ աճացողները, բոլորը շատ լավ գիտեն, ու որևէ բան իրավական տեսանկյունից ոչ մի կարգավորում չի փոխվել։ Դու նախկինում էլ կարող էիր արտահանել Եվրոպա, նախկինում էլ կարող էիր արտահանել տարբեր բորսաների միջոցով վաճառելու։ Խաստ ունենա, որ դա ձեռնտու չի եղել, որովհետև բիզնեսմենը կառավարությունից հաստատ ավելի լավ գիտի, որտեղ է ինքը փող աշխատում։ Եթե մեր արտադրանքի 90%-ը գնացել է Ռուսաստան, դա այն պատճառով է, որ Ռուսաստանը տվել է այդ հնարավորությունները գումար աշխատելու եւ այդ շուկան, այդ ծավալը։ Եթե դու Ռուսաստան, չգիտեմ, տարեկան արտահանում ես $200 միլիոն օրինակ, բան, ալկոհոլային խմիչք, հա, Եվրոպա դու արտահանում ես $1 միլիոն։ Այդ է տարբերությունը։ Տարբերությունը ծավալն է, չէ՞ որ Եվրոպայում չի վաճառվել մինչև այսօր ոչ մի հայկական ծիրանը կհայտնվի։ Դե ինչ աշխում կարտահանենք, ինչա, այնտեղ ստիպելու են եվրոպացիներին ուտեն հայկական ծիրանը, չեմ հասկանում։ Այսինքն, որ ասում եմ մենք կարտահանենք, ինչ աշխում մենք կարտահանենք։ Աբսուրդ բան էր ասում է տուրիստը որ գալիս է Հայաստանում ծիրանը ուտում։ Հա, դա արտահանում է։ Դե այդ հասկանում եք, այդ խոսում են նրանց մակարդակի մասին գիտելիքների ու իրենց պատկերացումների ընդհանրապես շուկաների մասին։ Այս մակարդակի մասին հայ գյուղացին ամեն դեպքում կամ մարդը, որ զբաղվում է ծիրանի վաճառքով Ռուսաստան, այդքան բանը հասկանում է, բայց ես նայում եմ հարցազրույցները, նաև միջև ընտրությունները, բոլորը ասում են, չէ, հեսա հարցը կլուծի, հեսա կընտրվի, չգիտեմ, ռուսները ամեն ինչի մեջ մեղավոր են, հեսա գնում են Եվրոպա ծախենք։ Այդ մարդիկ խաբված են, ոլորված են, չեն հասկանում, որովհետև միշտ մտածել եմ, պարոն Ապկյան, որ մարդը, որ բիզնեսի հետ առնչություն ունի, ինքը չի կարող զոմբի լինել, կոպիտ ասած։ Դե նայեք, եկեք էլի հասկանանք, այսինքն կան գյուղացի, որը այգեգործ է ուղակի, ինքը իր ծիրանը աճացնում է, հետո գալիս է պայմանական սպայկան, պայմանական։ Ու ասում է, ես քեզանից սաղ քո աճացած ծիրանը առնում եմ այս գնով տանեմ։
Գյուղացին չի մտածում, ինքը չգիտել է սպայկան ուրա տանում իր ծիրանը, սպայկան գիտի ուրա տանում։ Գյուղացին ասում է 200 դրամ օրինակ ծիրանի համար դուր տար։ Սպայկան եկավ, փողը տվեց մի անգամից, թե հետո չգիտեմ ոնց այդ սխեման իրանց մոտ աշխատում։ Ու մթերում է, այսպես կոչված, եւ տանում է։ Գյուղացու գլուխը էլ չի ցավում։ Հիմա եկեք պատկերացնենք իրավիճակ։ Հիմա սպայկան հետ է եկել, ասում է կներես չծախվեց։ Սպայկան ուղակի չի էլ գա։ Ուղակի ինքը կասի, ես չունեմ կարիք, որտեվ ես չեմ կարող արտահանեմ, որտեվ իր ծիրանը սպայկայի մեքենաներ չի հասնի մինչև Եվրոպա։ Հասկանում եք, ուղակի չի հասնի։ Լոգիստիկ պատճառով չի հասնի։ Օրինակ, Աբիկյան ինձ հուշում են, որ գործընկերներս Մոսկվայից, Լոս Անջելեսից հարցեր ունեն, միանանք Հայկին նախ, մեծ էկրանին կարող եք հետևել, տեսնել։ Հայկ։ Ողջունում եմ, պարոն Աբիկյանին, շատ հետաքրքիր լսել։ Մի քանի հարց եմ ուզում տամ, ձեր կարծիքն հետաքրքիր։ Օրինակ խոսեցինք Եվրոպա արտահանման մասին։ Մի կողմից եվրոպացիները հայտարարում են, որ մաքսատուրքերը հանվում են, բայց բացի այն խնդիրներից, որ դուք նշեցիք, օրինակ նույն լոգիստիկ եւ այլն, հարց է ցակում, իսկ օրինակ կոսվենի բարիերները, ոչ ուղղակի բարիերներ, օրինակ նույն սերտիֆիկացիան եւ այլն, չեն կարող լուրջ խոչընդոտ լինել, ինչու եմ հարցում, որտեղ մեր հարևան Վրաստանը, որը ավելի հարմար լոգիստիկ կապեր ունի Եվրոմիության հետ եւ նույն ասոցիացիան համաձայնագիր ունի, որով որոշ չափով այդ մաքսատուրքերը հանվում են, չգիտես ինչու վրացական ապրանքները այդպես էլ չկարողացան ամրապնդվել ուկրաինական շուկայում եւ օրինակ նույն ուկրաինական ցորենը մենք տեսանք, որ նույնիսկ ամենամտերիմ դաշնակիցը Ուկրաինայի Լեհաստանը ինչպես արգելեց եւ ընդհանրապես Եմեն ստիպված եղավ արևելյան Եվրոպայի ֆերմերների պահանջով փակել այդ էքսպորտը ուկրաինական ցորենի ԵՄ։ Այդ ձեր կարծիքով դա ինչպես կարող է խոչընդոտել այս դիվերսիֆիկացիային, որի մասին այդքան խոսում են։ Շնորհակալություն, այդ շատ լավ հարց է, որովհետեւ Եվրոպան աշխարհի ամենապրոտեկցիոնիստական շուկան է, Եվրամիության շուկան։ Այսինքն իրանք ամեն ինչ անում են նրա համար, որ ինչքան հնարավոր է պաշտպանեն իրենց արտադրողներին եւ առաջին հերթին հենց գյուղտնտեսական ոլորտում, որովհետեւ Եվրոպան աշխարհի խոշորագույն գյուղտնտեսական միավորումն է, Եվրոպայի գյուղտնտեսական ապրանքները վաճառվում են ամբողջ աշխարհով եւ Եվրոպան ամեն ինչ անում է նրա համար, որ ինչքան հնարավոր է պաշտպանի իր արտադրողին։ Տեսեք, բացի նրանից, որ լոգիստիկ, ինչպես Հայկը ճիշտ ասաց եւ ինչպես մենք մինչեւ այդ քննարկեցինք, խնդիր կա մինչեւ Եվրոպա մեր գյուղտնտեսական ապրանք հասնելը, կա սերտիֆիկացիայի ֆիտոսանիտարական նորմեր, որ մեր պետք է ապրանքները ապատասխանի մեկ։ Կա կվոտաներ, այսինքն բոլոր պետություններին Եվրամիության մեջ տրամադրվում են տարբեր ուրեմն ապրանքների գյուղտնտեսական կվոտաներ, չափի, որը իրանք կարող են ծախել Եվրոմիության մեջ եւ նույնիսկ եվրոպական երկրները իրար մեջ ունեն լրջագույն վեճեր եւ լրջագույն խնդիրներ, որովհետեւ օրինակ հույները ասում կհաստատեն, որ իրանք լուրջ խնդրի առջև են կանգնել նույն ձիթապտղի վաճառքի շուկայում Եվրոպայի ներսում, որովհետեւ իրենց խոշորագույն մրցակիցը Իսպանիան ամեն տեսակ իրենց խոչընդոտում է, որպեսզի իրենք կարողանան ազատ վաճառեն հույները Եվրոմիության երկրի անդամ։ Եվ վերադառնալով այն հարցին, թե ինչով պետք է վճարի պետությունը, երբ որ դառնում է բանկրոտ, Հունաստանը դրա օրինակներից մեկն է։ Հունաստանը բանկրոտ երկիր էր մի քանի տարի առաջ, եւ փաստացի ինքնիշխանությունով վճարեց այդ, որ իրենք կարողանան մնացած Եվրոմիության երկրները օգնեն այդ իրավիճակից դուրս գալ, եւ իրանց հիմա որտեղ կարողանում են նույն եվրոպացիները նեղում են։ Դեռ ես նաև հիշում եմ, որ այդ Հունաստանի տնտեսական ճգնաժամի փուլում հայեր, որոնք աշխատում էին Հունաստանում, պարտադրված էին եւ ստիպված էին վերադառնալ Հայաստան։ Դա է, որովհետեւ երբ որ նմանատիպ իրավիճակ է ստեղծվում, պետությունը պետք է առաջին հերթին մտածի իր քաղաքացիներին ոնց կերակրի եւ ոչ թե էմիգրանտներին, հա։ Հիմա նույնը Ռուսաստանի մասով, եթե մի քիչ հարցի ուղղությունը թեքեմ, եթե շարունակում է այն, ինչ շարունակում է Նիկոլ Փաշինյանը եւ լուծումներ եւ ելքեր Ռուսաստանի հետ իրավիճակը շտկելու չեն գտնվում, ինչ պետք է սպասեն այնտեղ աշխատող մեր հայրենակիցները, ինչը լինելու մեզ հետ։ Ես չեմ ուզում այդպես վատագուշակություններ անել, բայց ես տեսել եմ ինչ է եղել վրացիների հետ 2008 թվականին, երբ որ ռուս-վրացական պատերազմը տեղի ունեցավ։ Վրացիների զգալի քանակ պակասեց Ռուսաստանից, ասենց ասեմ, որովհետև ամեն տեսակ նախ դեպորտ էին անում ուղղակի բոլոր վրացիներին, ում բռնում էին։ Այս երկրորդը ուղղակի այնպիսի խոչընդոտներ սկսեցին ստեղծել վրացիների համար, նույն վրացական բիզնեսի համար Ռուսաստանում,
որ պարզապես մարդիկ թողում էին ամեն ինչ եւ գնում էին Ռուսաստանից։ Եվ դա մի քանի տարի տևեց։ Ռուսաստանը նույնիսկ վիզաներ մտցրեց վրացիների հետ, եթե կհիշեք, եւ վրացիները այլևս ազատ չէին կարողանում գնային։ Չեմ ուզում իհարկե որ դրան հասնի չի ուզենա, բայց Ռուսաստանը իր ասենց ասեմ ինստրումենտների մեջ ունի այդ ինստրումենտները նաեւ այսինքն միգրացիոն քաղաքականությունը խստացնի Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, հա։ Դե ասում են ելակի համար կամ ինքնիշխանություն չենք զիջելու, նման ֆրազ է հնչել։ Հիմա ինչպես կպատասխանեք որպես տնտեսագետ նման հայտարարությանը։ Դե սա ընդհանրապես տնտեսության հետ կապ, տնտեսագիտության հետ կապ ունեցող հայտարարություն է։ Դա ինչ որ տենց ամպագորգոր մարդիկ ինչ որ տենց չենք զիջի, տենց մենք սենց եւ այլն, բայց երբ որ իր ելակը կմնա թփերի վրա, հա, եւ ինքը չի կարողանա այդ ելակը ընդհանրապես ոչ միտեղ ծախի։ Ինձ թվում է իրանց մոտեցումները մի քիչ կփոխվեն այդ հարցին, որովհետեւ այդ ելակը աճեցնելու դիմաց այդ մարդիկ ունեն վարկեր նաեւ։ Ոնց են իրանք այդ վարկերը փակելու, դեռ մեծ հարց է։ Պետությունը իհարկե փորձելու է առաջի ժամանակները ինչքան հնարավոր է այն արդեն կառավարության շուրջ որոշում են, ընդունել 3-4 որ սուբսիդավորելու են, չգիտեմ, այսքան դրամով ելակը, այսքան դրամով ծիրանը եւ այլն, բայց դա էլ անվերջ չի կարող տևել մեկ։ Երկրորդը ես չեմ հասկանում ինչի Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է վճարեն իրենց գրպանից նրա համար, որ Հայաստանի կառավարությունը իր արտաքին ուրեմն գործընկերների հետ հարաբերությունները փչացրել է։ Եվ դա ընդհանրապես շուկայական տնտեսություն չի դառնում արդեն, էլ, այսինքն եթե որ պետությունն է առնում բիզնեսմենից իր արտադրած ապրանքը, ոչ բիզնեսմենն է դրանից շահում իրականում ու զարգանում, ոչ էլ պետությունն է զարգանում, որտեղ դա տնտեսական աճ չի նշանակում, դա նշանակում է, որ մի գրպանից դնում է մյուս գրպան։ Արժեք չի ստեղծում։ Բոլոր քաղաքացիները ասացիք, հա, մենք ունենք քաղաքացիների մի մաս, որը ասես վայ ինչ դա ելակը էժանացա, վերջապես էժան միրգ կուտենք, էժան, չգիտեմ, լոլիկ կուտենք, ելակ կուտենք եւ այլն, էլի։ Այս մարդիկ գոհ են։ Հա, այդ նույն մարդիկ են, որ ասին բենզինը էժան է, կարևոր չէ թուրքերից ավտենք։ Ձեր կարծիքով ով կհաղթի այդ կատեգորիան, թե այն կատեգորիան, որը ներկայիս խնդրեմ ունի։ Ես ինչի համար եմ ասում, որտեղ օրինակ հասարակություն կար, որը երբ որ ռուս ռելոկանտների մի մասը գնաց, ուրախացան ու արաբացիներ են եկել, հա, հիմա մտածում են չէ ուրիշներից կգան, բաները կգան, այսինքն կա общество потребления, հա, общество производства։ Հիմա Հայաստանում ով է հաղթել եւ վերջը Հայաստանը ինչ է դառնալու, որովհետեւ իմ կարծիքով 1 տարի են ուրախանալու էժան ելակի վրա։ Կհաղթի տնտեսագիտության օրենքները կհաղթեն, որովհետեւ դու չես կարող ինչքան ուզում ես ուրեմն փորձիր, բայց կան պարզ օրենքներ տնտեսագիտության մեջ, որոնք միշտ հաղթում են վերջում։ Այսինքն դու ինչքան ուզում ես սուբսիդավորի, հետո մի օր այդ փողը կվերջանա սուբսիդավորվելու, ճիշտ է։ Դու այս տարի էժան ելակ կուտես, մյուս տարի ամենայն հավանականությամբ չես ուտի, ինչի, որտեվ քո էժան կերած ելակը նշանակում է ելակի արտադրողին համար վնաս, ճիշտ է, որովհետև ինքը առաջ կարողանում էր, չգիտեմ, ելակի մեջ 200 դրամ աշխատել, հիմա աշխատում է 10 դրամ կամ 20 դրամ։ Ինքը մյուս տարին կմտածի, ես ընդհանրապես ելակ աճեցնեմ, թե չէ։ Ու այդտեղ կստեղծվի այն իրավիճակը, որ այս տարի մենք ունենք գերարտադրություն, հա, եւ առաջարկը անգամներով շատ ելնելու կան պահանջարկը, ինչը իրականում գները իջացնելու է, մյուս տարի այդ մարդը, որը ում վրա մնացել է կներեք արտադրության համար այդ սաղ իր արտադրած ելակը, կմտածի իրեն պետք է ելակ արտադրել, թե չէ։ Եվ կլինի հակառակը։ Բայց այնտեղ մեզ օգնության կգան մեր կառավարության բարեկամական պետությունները, որոնք սահմանը կբացեն եւ կողողեն հայկական շուկան էժան թուրքական ելակով օրինակ եւ մյուս տարի էլ այդ մարդիկ կուտեն էժան ելակ, բայց այդ ելակը արդեն կլինի թուրքական, ոչ թե հայկական։ Իսկ հայկական ելակ արտադրողը ցավոք էլ չի կարողանա մրցակցի այդ արտադրողների հետ եւ ստիպված կլինի իր գործը փակել ելակ արտադրելու։ Մոսկվայից եւ Լոս Անջելեսից հարցեր ունեն, Տիգրան, եթե դուք հիմա շարունակեք, դուք է առաջանալու։ Ես երևի վերջին հարցը այսօր կտամ, չայնիկ հարցեր եմ տալիս, կներեք, ես մի անգամ շփվում ենք բավական շատ բարձրաստիճան պաշտոնյա 2010-ականների կողմերը, եւ ես իրեն ասի ձեր տնտեսական քաղաքականությունը բերում է բավական մեծ դժգոհության ալիքի Հայաստանի ներսում, այս մարդն նայեց, ասաց, դե ասում է այդ ժամանակ գիտե չեն ուզում թող գնան երկրից, կապված գոլորշիներ քիչնի էլի։ Հիմա պարզ է որ դժգոհության ալիք լինելու է այսպես թե այնպես, որտեղ են գնալու այդ մարդիկ, եթե Ռուսաստան ճանապարհը փակել լինելու։
Ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանեմ, որովհետև այսօր ամենայն դեպս ռուսական ուղղությունը մեզ կընդունեն Ուկրաինայում, Պոլշայում, Պակիստանում։ Դե նայեք, նախ պետք է հասկանալ մի բան, որ Ուկրաինայում դժվար մեզ ընդունեն, որովհետև իրանք են փախնում իրենց երկրից, այսինքն այնպես չի, որ այնտեղ այնպես մի հիանալի իրավիճակ է, մի քանի միլիոն փախստական ունի ինքը Ուկրաինան այսօր, ու այնպես չի, որ մարդիկ երազում են գնան պատերազմող երկրում ապրեն։ Եվրամիության մասին ընդհանրապես խոսք գնալ չի կարող, այսինքն այսօր Եվրամիությունը ինքը ունի լուրջ խնդիր, այդպես կոչված ոչ օրինական, ապօրինի միգրացիայի հետ կապված, եւ հաստատ իրանք հայերին չեն սպասում, որպեսզի փոխարինեն այսօրվա, չգիտեմ, արաբներին, սևերին եւ այլն, հա։ Այսինքն օրինական ճանապարհով գնալ եւ Եվրոպայում այսօր աշխատանք գտնել, դա շատ ծայրահեղ ծանր խնդիր է։ Ես ինքս բազմաթիվ ընկերներ ունեմ, ով որ Եվրոպա տեղափոխվել է, ապրում է կամ ինչ-որ աշխատանք է գտել, բայց իրենք բարձր մասնագիտական որակավորման մարդիկ են, իրանք կարողացել են աշխատանք գտնել եւ օրինական ճանապարհով աշխատանքային վիզայով եւ այլն տեղափոխվել։ Խոպան չեն գնացել մեր տրադիցիոն պատկերացման մեջ։ Ցավոք, ես չեմ տեսնում այդպիսի հնարավորություններ այն մարդկանց համար, որ այսօր գնում են Ռուսաստան խոպան, հա, իրանք այսօր գնում են Ռուսաստան խոպան, անում են ինչ-որ ծածր որակավորման աշխատանքներ, հա, բայց կարողանում են ամենայն դեպս որ գումար աշխատեն, որպեսզի իրենց ընտանիքը Հայաստանում ապրի եւ իրանք էլ մի քանի ամիս աշխատելով Ռուսաստանում, հետո գալիս են մնացած ժամանակ ապրում են այդ գումարով Հայաստանում։ Ես չգիտեմ այդ մարդիկ ինչ են անելու, որովհետեւ Հայաստանում այդքան աշխատատեղ չկա։ Եվ հիմա արդեն միանանք նախ Արթուրին, Արթուրը արդեն բավական ժամանակ է սպասում է հարց տալու համար, հետո նորից կմիանանք Մոսկվա Հայկին, ահա Արթուր։ Շնորհակալություն, ողջունում եմ, հարցս վերաբերվում է ռուսական գազին։ Ռուսական գազի մասին եմ ուզում հարցնել, օրերս Պաշտոնյայի ազգանունը թերևս չհիշեմ, բայց համապատասխան գերատեսչությունից մեկի ղեկավարն էր այն հարցին, որ եթե Ռուսաստանը թանկացնի գազը, ինչ է անելու Հայաստանը, նա ասաց, որ այդ դեպքում գազի գինը եթե թանկանա, մենք կօգտվենք թուրքմենական, ադրբեջանական եւ իրանական գազից։ Ուզում եմ իմանալ արդյոք կան հաշվարկներ, թե որքան է նստելու քաղաքացու վրա, ասենք ադրբեջանական գազը, թուրքմենական կամ իրանական, կան այդպիսի հաշվարկներ, թե ուղղակի պարզապես իշխանությունները հերթական անգամ ինչ որ խոսքեր ասում են, ինչը իրենց շատ հարիր է։ Հա, շնորհակալություն հարցի համար։ Նայեք, ես ճիշտ ասած չգիտեմ մանրամասն կան այդպիսի հաշվարկներ թե չկան, ես գիտեմ ինչպիսի հաշվարկներ կան, եթե ռուսական գազը մեր համար թանկանա։ Որովհետև այսօր Հայաստանը վճարում է տարեկան մոտ 400 միլիոն դոլար ռուսական գազի համար եւ ստանում է գազը $177-ով։ Եթե Ռուսաստանը մեզ սկսի վաճառել այնպիսի գնով, ինչպիսին ինքը վաճառում է Եվրոպայում, դա կլինի մոտ $600, հա։ Մարդը, որը գազի համար վճարում էր, ենթադրենք 50,000 դրամ, ինչքան կվճարի թանկացումից հետո։ Դե նայեք, եթե ուղիղ հաշվենք, եւ եթե չլինի ոչ մի սուբսիդավորում կամ տարբեր մեխանիզմներ, որ պետությունը ունի եւ կարող է կիրառի, ուրեմն նշանակում է 4 անգամ ավելի շատ, հա, այսինքն 4 անգամ կթանկանա Հայաստանի համար, 4 անգամ կթանկանա սպառողի համար, հա։ Բայց տեսեք, երբ որ ասում են մենք Իրանից կներմուծենք, չգիտեմ, այնտեղ բանից կներմուծենք Ադրբեջանից եւ այլն, նախ էլի եմ ասում, նույնիսկ եթե այդ պետությունները ինչի չեն վերլուծել։ Այդ առաջինը, հա, հիմա անդիմախոսները կասեն, որտեղ Ռուսաստանն էր արկելում, բայց դա այդպես չի, որտեղ Ռուսաստանը նույնպես շատ լավ կարողանում է հաշվել։ Ռուսաստանը նույնիսկ ինքն է ներմուծում գազ, օրինակ Հյուսիսային Կովկաս գազ մատակարարելու համար Ռուսաստանին ավելի ձեռնտու է ներմուծել Ադրբեջանից եւ վաճառել Հյուսիսային Կովկասյան պետությունների ներսում իրա, քան օրինակ Սիբիրից բան քաշել, հա, գազամուղ քաշել։ Գազամուղ չկա, բացի ամեն ինչից, սկսենք նրանից, որ չկան գազամուղեր։ Ադրբեջանից գազամուղ չկա դեպի Հայաստան, հա, ասենք թե մի քանի տարում կկառուցեն։ Նույնը վերաբերում է Թուրքմենիային, չկա գազամուղեր, ասենք թե ելի մի քանի տարի կկառուցեն, բայց վերջ այդ կառուցելուց հետո ինչքան ալնելու ինքնարժեքը ես չեմ կարող ասել։ Կամ միջազգային շուկայական գներ, հա, այսինքն պետք է այդտեղ ես մասնագետ չեմ, ցավոք չեմ կարող հստակ ասել ինչ արժի հիմա միջազգային շուկայում գինը, բայց դա միանշանակ չի լինել այն գնով, որը մեզ տալիս է Ռուսաստանը։
Այսինքն առնվազն 2-ից 2.5 անգամ թանկ ավելի ենք տալու եւ ադրբեջանական լինի գազը, թե իրանական լինի գազը։ Մեզ ոչ մեկ, sense ասեմ, մենք ոչ մեկի մեզ սիրուն աչքերի համար չեն մեզ էժան գազ տալու։ Չէ՞ կթանկացնի որ։ Դե բնականաբար դա շղթայական ամեն ինչ որ գազով արտադրվում է, դա իր վրա ազդեցություն կունենա, հա, այսինքն հացը որ թխվում է, գազով է թխվում, չէ՞ այսօր։ Կամ էլեկտրականություն, բայց էլեկտրականությունն էլ ենք գազից ստանում ենք։ Ամեն ինչ, ավտոմեքենաների գազը որ լիցքավորվում է, դա նույնպես թանկանալու է, տասնյակ հազարավոր մեքենաներ կան Հայաստանում, որ գազով են քշվում, հա։ Շղթայական ամեն ինչի վրա դա ազդելու է ինֆլյացիոն, մենք մոտավորապես կա հաշվարկ, որ 5-ից 6% մեր համախառն ներքին արդյունքից մենք կորցնենք գազի թանկացման դեպքում։ Կոնկրետ հացի գինը մոտավորապես ինչքան կթանկանա։ Դժվարանում եմ ասել, ճիշտն ասած պետք է հասկանալ ինչքան է ինքնարժեքը գազի հացի գնի մեջ, բայց 2 անգամ կթանկանա, էլ հաստատ։ Գիտեք, այս իրանական գազի թեման անընդհատ ի հայտ է գալիս, ես դեռևս հիշում եմ 2010-ականների էքսպերիմենտներ էին անում, ասում են սա ոնց է ըստ բան սովորական մարդկանց կատեգորիա գազը ամենտեղ նույնն է, հա։ Ինչ որ տարբերություն կա իրանական գազի, ռուսական գազի, թուրքմենական գազի, հա, որովհետև իմ կարծիքով եթե ճիշտ գիտեմ կալորիականություն կա ինչ որ այդպիսի բաներ կան։ Որակային առումով էլի դժվարանամ պատասխանել, բայց սպառողական գազը, այսպես կոչված, ինքը մոտավորապես նույնն է, ինչ բնական սպառողական գազը, հա։ Հարցը միայն նրանում է, թե արդյոք Իրանը կուզենա ընդհանրապես, հետո պետք է հաշվի առնել, որովհետև մեր հարաբերությունները այդքան վատանան Ռուսաստանի հետ, հա, որ դրան հասնի, որ Ռուսաստանը կամ գին թանկացնի, կամ մեզ ընդհանրապես չուզենա գազ վաճառել, դա մի քիչ գեոպոլիտիկ արդեն դաշտ է անգնում եւ այնտեղ Իրանը դժվար ուզենա Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնի եւ դրա պատճառով ուրեմն մեր պատճառով Ռուսաստանի հետ հարաբերություն, որ մեզ էժան գազ տա։ Չեմ կարծում, որ դա տեղի կունենա, էլի կախված է երկը մեր արտաքին քաղաքականությունից, բայց ինչ որ ես հիմա տեսնում եմ, այդպիսի իրատեսական ոչ մի այլընտրանք ռուսական գազին մենք այսօր չունենք։ Եվրոպան չունի, որ այդքան որ խոսում են մարդիկ չեն մտածում, որ եթե Եվրոպան, որը ատում է Ռուսաստանը ու թշնամությունով պատերազմում է Ռուսաստանի հետ, իրանք չեն կարողանում ռուսական գազից հրաժարվեն։ Իրանք չգիտեն Իրանի տեղը, իրանք չգիտեն Թուրքմենստանի տեղը կամ Ադրբեջանի տեղը։ Գյոնջա են էլի, ինչպես կասեր։ Չէ, բայց իրականությունը դա է, այսօր Եվրոպան ստիպված Ռուսաստանից գազ առնում, որովհետև այլընտրանք չկա։ Պարոն Ապիկյան, առաջարկում եմ վերջին հարցի համար միանանք նաև Հայկին։ Ես երկու կարճ հարց կտամ ձեր կարծիքներդ։ Առաջինը գազի թեման շարունակելով, օրինակային վերջի օրինագիծը, որ ռուսական կողմը ուզում է դենոնսացիա անի, ինչքան ես հասկանում եմ, դա նշանակում է, որ իրենց տուրքերն են, որոնք ժամանակին հանվել են ռուսական կողմը, եթե չեմ սխալվում, մոտ 30% գազի, նավթի եւ թանկարժեք այդ քարերի մետաղների վրա ավելանալու են, դա ինչ հետևանք կարող ունենալ եւ դա փաստացի մի կողմից գազի գինը բարձրացնելու է, բայց մյուս կողմից էլ հենց պայմանավորված գնի ավելացում չի լինում, որովհետեւ դրան պետ տուրքն է փաստացի ռուսական ավելանում, որը նախկինում որպես բարի ժեստ այսպես հայկական կողմին հանվել է։ Եվ երկրորդ հարցը, դուք Ռուսաստանի բիզնեսին լավ ծանոթ եք, նույն գյուղամթերքը, հայկական գյուղամթերքը շատ թանկ է Ռուսաստանում եւ հաճախ մենք առնում ենք նույն հայկական ծիրանը, որը մոտ 1.5-2 անգամ ավելի թանկ է, քան ուզբեկականը, որովհետեւ դա հայկականը, որպեսզի օգնենք Հայաստանին։ Ենթադրենք թողնում են արտահանումը, բայց արդեն լինելու ինչպես այլ երկրներից, օրինակ նույն Ուզբեկստանից, որոնք մաքսատուրք վճարել եւ այլն։ Այդ պարագայում դա ինչպես կանդրադառնա մեր ապրանքների կոնկուրենցիայի վրա Ռուսաստանում, էլի։ Գազի պատասխանս կլինի նույնը, այսինքն եթե ուղղակի այդ բաները հանվեն, այսինքն ավելանա այդ մաքսատուրքը, բնականաբար այդ տոկոսով էլ եւ կթանկանա գազը։ Նույնիսկ եթե գինը չփոխվի, բայց մեկը դա կազդի գազի գնի վրա։ 30% այսօրվա գնի վրա դա արդեն կանի մոտավորապես ուրեմն որ $200-ից ավել կլինի մեր համար գազը։ Ինչ վերաբերում է մեր ապրանքներին, այո, մեր ապրանքները ընդհանրապես գյուղատնտեսական եւ դրանից բոլոր ածանցյալ ապրանքները, երկրորդական մշակման ապրանքները, իրենք էժան չեն
Եվ իրենք, ասենց ասեմ, միջին եւ միջինից բարձր սեգմենտում են գտնվում Ռուսաստանում, երբ որ մտնում ես Ռուսաստանում ինչ-որ սուպերմարկետներ ու համեմատում ես հայկական պահածոներն ու ռուսական պահածոների հետ, ու տեսնում ես զգալի տարբերություն գնի, կամ հայկական հյութերը, կամ հայկական հանքային ջուրը, հայկական գինիները այսօր ավելի թանկ են, քան ֆրանսիական գինիները Ռուսաստանում։ Այդ այն դեպքում, երբ որ ֆրանսիական գինին անմիջապես Ռուսաստան մուտք չի գործում։ Կտրեք որդատում կա ինչ-որ ստատիստիկա այնտեղի հայ սպառողը հիմնական գնորդն է, թե ամեն դեպքում հիմնականը ռուսներն են։ Կան եւ հիմնականում երևի հայերն են սպառողները, բայց ռուսներն էլ են արդեն սովորել ինչ որ մեր բրենդերին, sense ասենք, այսինքն օրինակ հայկական ծիրանը արդեն Ռուսաստանում վաղուց բրենդ է եւ նույնիսկ ադրբեջանցիները, երբ որ այն շուկաներում ինչ որ ծիրան են ծախում, անպայման շեշտում են, որ դու հայկական ես, հայկական ծիրան է, որովհետեւ բոլորը գիտեն, որ հայկական ծիրանը լավն է, հա։ Ու ասեմ ձեզ ավելին, ուզբեկական ծիրան կա, որ մեր հայկական սորտերն են տարել իրենց մոտ ուրեմն տնկել, շալախը բանը եւ այլն, որոնք ուզբեկական են իրականում, այսինքն ուզբեկիստանից են իրանք բերում, բայց մեկը գրում են հայկական, որ ավելի թանկ գնով ծախեն, որովհետեւ մարդիկ գիտեն, որ հայկականը լավն է։ Իսկ հիմա եթե հայկական կոնյակ օրինակ խապելու դե այդ այնց կխապեն ուզբեկականը կծախեն հայկականի տեղ, կգրեն հայկական, բան, բայց ուզբեկականը կծախեն հայկականի տեղ։ Մի հատ ծանոթ աղջկա Facebook-ում գրառում էր արել, որ սուտ եք ասում, որ հայկական ծիրանը պարկելապակված է, առել են, գնել են շուկայում, հետո ապացուցեցին, որ չի ուզբեկները համահանում են։ Հա, ուզբեկականը իրոք ուզբեկները շատ մեծ ծավալի արտահանում են Ռուսաստան, հենց ծիրան, ու որը արտաքինից ոչ մի ձև չես տարբերի։ Հայը կարող է հոտ կաշի տարբերի, բայց արտաքինից ռուս մարդը կարող է չտարբերի։ Իսկ օրինակ կոնյակի դեպքում օրինակ բոլոր կոնյակներից Ռուսաստանում վաճառվող 50%-ը հայկական կոնյակ է։ Պարոն Ապիկյան, շնորհակալ ենք այս տնտեսական բարդ թեմաները այսչափ պարզ մեզ բացատրելու համար, հարցազրույցի հրավերն ընդունելու համար։